Ժողովուրդ օրաթերթը գրում է՝ Միեդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատման 5-րդ դիմումը Նիկոլ Փաշինյանն ի վերջո նախօրեին ստորագրել է։ Թերթի տեղեկություններով Փաշինյան-Կիրակոսյան հակամարտությունը խորը արմատներ ունի։ Կիրակոսյանը ամեն բան անում է, որպեսզի միջազգային ատյաններում քննվեն հայ ռազմագերիների Արցախում տեղի ունեցած հանցանքների դեպքերը, իսկ Փաշինյանը հորդորում է հետ քայլ անել, քանի որ այդպես է ուզում Ադրբեջանը։ Թերթի տեղեկություններով Կիրակոսյանը վրդովված ու նեղացած է այն բանից, որ Փաշինյանն իրեն խոստացել էր նշանակել Արդարադատության նախարարի պաշտոնում ու հանկարծ մտափոխվել ու նախարար է նշանակել Սրփուհի Գալյանին։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է՝ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որ մտադիր է տարբերվել Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանից եւ պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, ձախողվելու է ավելի խայտառակ ձևով, քանի որ մի խումբ փաստաբաններ թերթի հետ զրույցում ասել են, որ նախարար Սարգսյանը, եթե իր մտադրությունը փորձի օրենքի ուժով ամրագրել, հակասահմանադրական որոշում է ստանալու։ Թերթը տեղեկացել է նաև, որ հենց իշխանության ներսում ներքին գործերի նախարարի այս նոր գաղափարը լուրջ դիմադրության է արժանանում եւ դժվար թե կարողանան անցկացնել, քանի որ ակնհայտորեն սահմանադրությանը հակասող սկզբունքներով է կառուցված Սարգսյանի կողմից ներկայացված օրենքը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է՝ ժամանակին սրբազան շարժմանն աջակցող հայտնի Արթուր Բրադերզի եղբայրներից մեկը Արտակ Սարգսյանը որոշել է ընդդիմադիր դաշտում պայքարը շարունակել սեփական կուսակցությամբ։ Մարտի 9-ին Անի Պլազայում տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը։ Այն ռազմահայրենասիրական անվանում ունի՝ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործը քննող քննիչը տեղյակ է պահել գործող մեղադրյալների կողմերին, որ առաջիկայում կանչելու է կոմիտե ու որոշման մասին հայտնի։ Իսկ թե ինչ որոշման մասին է խոսքը չի մանրամասնել, ըստ էության կամ հայտնելու է գործը դատարան ուղարկելու, կամ երգչի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է՝ քաղաքացիական պայմանագրի Կապանյան կառույցի գրքերը տեղափոխվել են Մեղրի։ Իշխող կուսակցության Մեղրիի խորհրդի ժամկետը նույնպես լրացել է։ Նոր ընտրությունները կանցկացվեն մայիսի վերջին, սակայն ՔՊԱ-ականներն ամեն ինչ անում են, որ կառույցի նախկին ղեկավար կարատեի մարզիչ Արարատ Թումանյանը նորից չառաջադրվի, չընտրվի։ Թերթի տեղեկություններով Թումանյանը ինչ-ինչ հարցերում գցել է մեղրեցիներին, կուսակցության վերնախավին տեղեկացրել են Թումանյանի գործունեության մասին եւ հնարավոր է իրավապահները զբաղվեն նրանով, անգամ հեռացնեն կուսակցությունից։ Փաշինյանը փոխել է տարածքի կուրատորներին։ Մեղրիի պատասխանատուն անցած ընտրություններին Արսեն Թորոսյանն էր, վերահսկիչները Նարեկ Բաբայանն ու Դավիթ Դանիելյանը։ Իսկ անցած շաբաթ Մեղրի են այցելել տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդատյանը, Գևորգ Պապոյանը։ Քաղաքացիական պայմանագրի խորհրդի նիստ է հրավիրվել քննարկելու հաջորդ խորհրդի ձևավորման հարցերը։ Հավաքին մասնակցել է նաև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, սակայն Արարատ Թումանյանին հարկ չեն համարել տեղեկացնել այդ հավաքի մասին։ Գրում է թերթը։